Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տարրո կանխատեսումը խոյ նշանի համար։ Հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլոր խոյերը իրենց կյանքում կզգան, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով և տարբեր ոլորտներում, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում կամ հորոսկոպ, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով, կոնսուլտացիան օնլայն է։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի որևէ տղամարդու ներգործությամբ ձեր կյանք։ Այս տղամարդը կարող է լինել թե ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, շրջապատից որևէ մեկը, կամ կարող է լինել նոր ծանոթություն։ Այս տղամարդը ծնված կլինի ջրի տարերքի ներքո, դա է ձկներ, խեցգետին կամ կարիճ։ Սա կարող է լինել հա մեկի մոտ, օրինակ այսպես լինի, նոր ընկեր ունենա, նոր հարաբերություններ կարող է սկսվեն, գուցե նոր գոլեգա ունենաք, կամ ձեր ընտանիքի անդամի հետ կապված ինչ-որ փոփոխություն լինի։ Բայց ամենայն դեպս անպայման այս տղամարդը ինչ-որ դեր ունենալու է ձեր կյանքում այս ամսում։ Շատերի երազանք այս ժամանակահատվածում կիրականանա, կամ գուցե ինչ-որ պլաններ ունեիք կապված այս ամսվա հետ, կարծում եմ, որ կիրականանա, դուք ձեզ բավարարված կզգաք, շատ գոհ կլինեք։ Մեկի մոտ երազանքը կիրականանա, մյուսը օրինակ ցանկանում էր ինչ-որ հայտնիություն օրինակ ձեռք բերել, այդ հայտնիությունը ձեռք կբերեք, կամ վերջապես կհասկանաք, թե ինչ եք ուզում, կարծես նոր ինչ-որ դրական էներգիա ձեր մեջ կկուտակվի, այսպեսով ուրախ, ինչ-որ իրադարձություն կլինի ձեր կյանքում։ Ինչ-որ նորություն կստանաք, գուցե նամակի կամ զանգի տեսքով, այն կարող է պայմանավորված լինել, նաև այնց այս նորությունը ստանաք և այսպիսով ձեզ շատ երջանիկ զգաք և այսպիսով ձեր երազանքը իրականանա։ Ինչ-որ կտրուկ փոփոխություն կլինի ամսվա ընթացքում, կարծում եմ, որ ձեզնից շատերը այս ամսվա ընթացքում կգնան արտերկիր կամ ուղղակի հեռու ճանապարհ կգնան, ոմանք գուցե կանգնեն ընտրության առջև, իհարկե խոսքը դրական ընտրության մասին է։ Եվ ինչ-որ մի իրավիճակ գուցե ձեր կյանքում ստեղծվի, կարծում եմ, որ հենց այս ընտրության հետ պայմանավորված, ընտրության հետ կապված, որ մի փոքր գուցե ձեր մեջ վախեր առաջացնի, զուտ անորոշություն լինի, դժվարությամբ կենտրոնանաք, դժվարությամբ ընտրություն կատարեք եւ այսպիսով փորձեք ինչ-որ սպասողական իրավիճակ լինի ձեր կյանքում, փորձեք ամեն ինչ ծանոթ թեթև անել, հավասարակշռության մեջ պահել եւ կարողանաք ճիշտ ընտրություն կատարել։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին ենք ունենալու նոյեմբերի 5-ին, որը մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այս լիալուսինը, սիրելի ընկերներ, լինելու է ձեր երկրորդ տանը, ցուլ նշանում է լինելու, իսկ լիալուսինը իրենց ինչ է ներկայացնում, ինչ-որ վերջնական որոշում, վերջնական կետ, նորություն, պարզություն, քանի որ այն լինելու է ձեր երկրորդ տանը, ֆինանսների տանը, եւ այստեղ այնպիսի քարտ է դուրս եկել, որ ինչ-որ իրավիճակից պետք է դուք հաղթանակած դուրս գաք, կարծում եմ, որ ինչ-որ ոմանք գուցե գումար ստանան, հավելավճար ստանան, կամ ինչ-որ գումարի հետ կապված պահ կար, գուցե ինչ-որ բան պետք է գնեիք կամ վաճառեք, ձեզ մոտ դա հաջողությամբ ստացվի, կարողանաք բարձր գնով վաճառել կամ ընդհակառակը ցածր գնով գնել։ Նման ինչ-որ հարցեր կարող են լինել, գուցե ինչ-որ հաղթանակ ունենաք գումարի տեսքով, իհարկե ոչ միայն գումարի տեսքով, այլ նաև նյութական ինչ-որ արժեքի տեսքով, Եվ նորալուսնի հետ կապված, նորալուսինը կլինի ամսի 20-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու նորալուսինը, այս ժամանակահատվածում որևէ կին ձեր կյանքում ինչ-որ դեր է ունենալու, նա ծնված կլինի հողի տարերքի ներքո, դա է ցուլ, կույս կամ այծ եղջյուր, այս կինը կրկին կարող է լինել թե ձեր շրջապատից ընտանիքի անդամներից որևէ մեկը, կամ կարող է լինել նաև նոր ծանոթություն, կարծես ինչ-որ նոր էներգիա կգա կապված այս կնոջ հետ, գուցե նորություն նրա մասին իմանաք, նրա հետ ինչ-որ նոր համագործակցություն սկսվի եւ այլն, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Այսքանը, սիրելի խոյեր, կապված նոյեմբեր ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։